Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Մենք շարունակում ենք քննարկել մեր երկրի զարգացման հնարավորությունները։ Մենք արդեն զրուցել ենք բազմաթիվ ձեռներեցների հետ, որոնք կարողացել են հասնել որոշակի հաջողության։ Երկիրը հնարավոր է զարգացնել, երբ հավասար զարգանում են բոլոր ոլորտները։ Մի առանձին ոլորտի համար դժվար կլինի կրել տնտեսության բեռը, ընդգծել են գրեթե մեր բոլոր բանախոսները։ Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու մասին դեռ տասնամյակ առաջ է հայտարարվել։ Փորձեր են արվել իրականացնել ծրագրեր ոլորտը զարգացնելու համար։ Սակայն այսօր ոլորտի ցուցանիշները կամ Հայաստան այցելությունների թիվը հեռու է մրցակցային լինելուց։ Քիչ անց տաղավարում զրուցելու ենք այն խոչընդոտների մասին, որոնք հետ են մղում ոլորտը, նաև գրանցած ձեռբերումների մասին։ Թեմայի վերաբերյալ իմ հյուրն է լինելու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Իսկ այս պահին առաջարկում եմ լսել հասարակության կարծիքը ոլորտի առաջընթացի մասին, ինչպես նաև այն մասին, թե կարող է զբոսաշրջիկների մեծ հոսքը խնդիր դառնալ հասարակության համար։ Տեսնում եմ, որ նոր զբոսաշրջիկներ են գալիս, շատ հաճելի է լսել տարբեր լեզուներ եւ Երևանը շատ է փոխվել։ Դեպի լավը, չնայած Բաքուն դարձրել են, չգիտեմ ինչ, ոչ միտեղ չկա այդպես գնալու հնություն։ Մենիշ լավ է ինձ համար։ Մակրությունը, մարտիկը լավն են։ Կլուբները չէ, Երևանից դուրս շատ տեղեր կան, կարող գնանք, Արագած կա, Տաթև, դրանք լավն են։ Ես եմ տուրիստ։ Լավն է, որ կարամ դուրս եմ օտոման գամ, իմ քաղաքում ավտով ենք ամենտեղ, գնում ստե դուրսը հաճելի է։ Իմ մամանը բնականաբար մենակ բնությունն է, հետաքրքիր կլուբ չեմ գնում։ Տեսնում, որ այդքան էլ շատ չի հոսքը զբոսաշրջիկների։ Այդքան հետաքրքիր չի։ Վերջերս ինտերնետում տեսա նյութեր այն մասին, որ զբոսաշրջիկին չեն հետաքրքրում, ասենք, ողջ օրվա ընթացքում 7 հատ եկեղեցի տեսնելը, երբ որ համեմատում ես արտասահմանյան երկրների հետ, երևի այդքան էլ հետաքրքիր չի։ Ոչ մի բան չի նկատում եւ հուսալ չունեմ, որ ցավոքսակի լավ կլինի։ Այստեղ ճանապարհներ չկա, եթե մարդիկ Եվրոպայում եղել են, տեսել են ինչ կա այնտեղ, ոնց այստեղ նրանք չեն կարող տեղավորվել։ Տուրիստ չկա, պրոստը լեւի լավ չեն աշխատում դրանից։ Այնպես դելի որ մարդիկ խմբերով գան, արդեն դուրսը պետք է իրենց տրանսպորտ տրամադրեն, ստեղծեն այդ հնարավորությունները, որ ցանկանան գան։ Կամ ստեղ այնպես բան է, որ օրեկե տեսել է, որ դա պատմի, որ շատ լավ է, որ հետեթարից իր տպավորությունները ասի։ Շարունակվում է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարը։ Այս պահին տաղավարում իմ զրուցակիցն է կենտրոնի փորձագետ Սոնա Մելիքջանյանը։ Ողջույն Սոնա։ Բարև ձեզ։ Սոնա, արդյոք կա վիճակագրություն Հայաստանում զբոսաշրջության մակարդակի զարգացման տեմպերի վերաբերյալ։ Հայաստանն արդեն 7-րդ տարին է, ինչ ներգրավվում է համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող համաշխարհային զբոսաշրջության եւ ճամփորդության մրցունակության զեկույցում։ Ըստ այդ զեկույցի 2017 թվականին Հայաստանը туриզմի մրցունակ 84-րդն է 136 երկրների շարքում։ Վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ժամանել 1.29657 զբոսաշրջիկ, ինչը նշանակում է, որ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով։ Ամեն դեպքում առաջընթաց կա։ Իսկ հետաքրքիր է ովքեր են գալիս Հայաստան եւ հատկապես զբոսաշրջության որ ճյուղն են նախընտրում, ինչ նպատակով են նրանք այցելում Հայաստան։ Պետք է նշել, որ ներգնաճանապարհորդների հիմնական մասը տղամարդիկ են, որոնք կազմում են 57.5%։ Կանայք հիմնականում ժամանում են Հայաստան բուժման եւ կրթության նպատակով, իսկ մնացած բոլոր այլ նպատակներով ժամանողները, որոնց շարքում են հանգիստը, գործուղումը, գերակշռում են տղամարդիկ։ Հայաստան ժամանելու նպատակը տարբերվում է նաեւ կախված տարիքային խմբից։ Այսպես, օրինակ, երիտասարդները առավել շատ ժամանում են Հայաստան կրթության կամ որևէ մշակութային միջոցառմանը մասնակցելու համար, իսկ 64-ից բարձր տարիքի անձանց ժամանման հիմնական նպատակը բուժումն ու հանգիստն է։ Հայաստան են այցելում տարբեր տարիքի մարդիկ։ Հատկապես որ վայրերն են նրանց հետաքրքրում, որպես զբոսաշրջության համար հարմար վայրեր։ Հայաստանի առավել շատ այցելուններ ունեցող վայրը Երևանն է։
Պատասխանողների 44.1%-ը գոնե որոշ ժամանակ անցկացրել է Երևանում։ Եթե դիտարկենք մարզերի այցելությունները, ապա կարող ենք նշել, որ առավել շատ այցելվող մարզերից են Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Կոտայքի մարզերը, որոնք տատանվում են 7.5%-ից 8.5%-ի սահմաններում։ Ամենաքիչ այցելվողն Արագածոտնի մարզն է 2.8% եւ Լեռնային Ղարաբաղը 1.4%։ Դե ինչ Սոնա, շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս տվյալները տրամադրելու համար, իսկ մենք շարունակում ենք։ Շարունակվում է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարը։ Այժմ ներկայացնեմ իմ հյուրին։ Այսօր զրուցելու եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Պարոն Ապրեսյան, ինչպես ենք զարգացնում զբոսաշրջությունը։ Սկզբում լուծում ենք ներքին խնդիրները, անտառահանումներ, հողի ջրի վատթար վիճակ, աղտոտված միջավայր, թե փորձում ենք խնդիրները լուծել զբոսաշրջիկների մեր երկիր բերած եկամտի հաշվին։ Ինչպես է դա տեղի ունենում։ Ընդհանրապես խնդիրները լուծում են պահանջում։ Մենք գիտենք, որ զբոսաշրջիկները պետք է գան, դրանից պետք է եկամուտ ստանանք, եւ այդ եկամուտն օգտագործենք կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան։ Այսինքն զբոսաշրջայնության զարգացումից ստացված եկամուտները մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, ռացիոնալ օգտագործել, ինչպես նշեցի, կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան։ Այսինքն դրանց մի մասը կարողանանք եւ անպայման ուղղենք ռեսուրսների վերարտադրությանը, պահպանմանը, որպեսզի կարողանանք նաեւ ելի օգտվել այդ ռեսուրսներից, ելի եկամուտներ ստանալ, նրանք փոխանցել հաջորդ սերունդներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտագործել եկամուտ ստանալ եւ մնացած մասն էլ կարողանանք բաշխել այդ թվում արդարացի ներկա սերունդների պահանջմունքների բավարարման համար։ Լոռի, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, նաև հիմա ավելացավ Գյումրին։ Այս մարզերն է, որպես զբոսաշրջության համար գրավիչ պոտենցիալ ունեցողներ հաշվի առել կառավարությունը։ Կա արդյոք կոնկրետ վերլուծություն եւ գնահատական, թե 10 տարի անց ինչպես առավելագույնի հասցնել տեղական համայնքների օգուտները մարզային ծրագրերից եւ туриզմի զարգացման ռազմավարությունից։ Ընդհանրապես միշտ էլ կա վերլուծություն։ Մենք ունենք ինչպես երկարաժամկետ զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, այնպես էլ արդեն մշակվել եւ կառավարությանը ներկայացվել է մինչեւ հնգամյա զարգացման հայեցակարգ եւ բնականաբար դրված են նպատակներ, խնդիրներ, դրանց իրականացման համար միջոցառումների ծրագիր, հաշվարկներ, թե ինչ ենք վաղը ունենալու, ինչ ենք ակնկալում, որոնք են ակնկալվող արդյունքները։ Կարող եք ասել, որոնք են ավելացած տուրիստական ժամանումների ազդեցությունները հիմնական մեր մշակութային ժառանգության վայրերի վրա։ Հաշվի առնենք նաև, որ պատմամշակութային հուշարձանների կողքին անմիջապես հայտնվում են նաև օժանդակ այլ կառույցներ, ինչպես են դրանք անդրադառնում այդ այցելությունները։ Մեր ոլորտում պետական քաղաքականության նպատակը զբոսաշրջությունը զարգացնելը չէ, այլ զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել տնտեսության կայուն զարգացմանը։ Եվ սա պետք է բերի այս զբոսաշրջային այցելությունների աճը եկամուտների ավելացման։ Եթե այդպես չէ, եթե եկամուտների ավելացման չի բերում, ապա մեզ այդպիսի զբոսաշրջություն պետք չէ։ Դա պետք է բերի ենթակառուցվածքների զարգացման։ Այստեղ երկու կողմանի է հարցը։ Մենք պետք է զարգացնենք ենթակառուցվածքները, որ ավելի գրավիչ, ավելի մրցունակ զբոսաշրջային արդյունք ունենանք եւ արդյունքում ավելի շատ զբոսաշրջիկ այցելի Հայաստան, եւ մյուս կողմից էլ զբոսաշրջային այցելությունների ավելացումը ինքնին նաեւ բերում է եւ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը։ Դա պետք է նպաստի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը։ Եվ ճիշտ եք նկատել, այո, ենթադրաբար նաև պետք է էլի երկկողմանի, այսինքն շատ պատմամշակութային հուշարձաններ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կարիք ունեն ապահովվելու անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներով, որպեսզի նրանք լինեն ավելի գրավիչ, որպեսզի կարողանանք առավել արդյունավետ դրանք օգտագործել զբոսաշրջության տեսանկյունից, ավելի շատ եկամուտներ ստեղծվեն այդ հուշարձաններ եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելություններից եւ նաեւ դրանցից ստացված եկամուտների մի մասն էլ կարողանանք ուղղել դրանց պահպանական խնդիրների լուծմանը։ Հետաքրքիր է, որոնք են համաշխարհային մշակութային ժառանգության վայրերի հիմնական մարտահրավերները, օրինակ մասնավորապես Հաղպատը եւ Սանահինը, բերենք որպես օրինակ, որոնք են հիմնական մարտահրավերները։
Հաղպատը եւ սանահինը մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են, դրանք նաեւ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, բավականին հայտնի են։ Հաղպատ, սանահինը, ինչպես նաեւ շատ այլ հուշարձաններ կարիք ունեն ապահովված լինելու անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներով, նրանց տարածքը բարեկարգելու, տարածքի կազմակերպման միջազգային չափանիշներին համապատասխան, բայց նաեւ չմոռանալով, որ անպայման տեղի պատմամշակութային ժառանգությանը եւ ճարտարապետական միջավայրին համապատասխան, այդ տարածքի կազմակերպման, անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովման եւ նաեւ իրենց հենց պահպանական ինչ ուղղությամբ ծրագրեր կան, մշակույթի նախարարությունը այդ ծրագրերը կառավարում է, ղեկավարում է եւ նրանց պահպանման։ Պարոն Ապրեսյան, հետաքրքիր է, կա ինչ-որ նպատակ թվային առումով, որ այ օրինակի համար ենթադրվում է, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում այսքան զբոսաշրջիկ պետք է բերենք Հայաստան։ Կառավարության ծրագրով հենց նպատակ է դրված, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը տարեկան հատի 3 միլիոնի սահմանագիծը։ Իսկ հետաքրքիր է, այս դեպքում 3 միլիոնին մենք պատրաստ ենք արդյոք ընդունել, գնահատվել է արդյոք ընդգրկված մարզերի ուժեղ եւ թույլ կողմերը կամ գնահատվել են դրական ազդեցությունները եւ ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ, եթե մեր նշված այդ 3 միլիոն զբոսաշրջիկը գա Հայաստան։ Շատ լավ հարց եք տալիս, բնականաբար նման նպատակադրում իրականացնելիս պետք է հաշվի առնենք արդյոք որքանով է դա իրատեսական եւ որքանով են մեր ենթակառուցվածքները դրան պատրաստ եւ ինչպիսին կլինի դրա ազդեցությունը, այսինքն արդյոք մենք դրանից կօգտվենք, թե ոչ։ Եվ այո, նման նպատակ դնելիս այդ ամենը հաշվի առնվել է եւ պարզապես 3 միլիոնին հասնելը միայն մարքեթինգի, խթանման, գովազդի միջոցով չպետք է իրականացվի։ Այսինքն մենք չպետք է միայն մտածենք, մեզ ներկայացնենք, գովազդենք եւ զբոսաշրջիկները թող գան։ Սա մենք պետք է անպայման իրականացնենք համալիր միջոցառումների արդյունքում, չմոռանալով ծառայությունների որակի պահպանման մասին, չմոռանալով անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, ինչը նաև միջոցներից մեկն է ծառայությունների որակի ապահովման, չէ՞, եթե չունենք այդ անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքները, ինչպես պետք է ընդունենք, ինչպես պետք է այդ անհրաժեշտ ծառայությունները եւ ինչպես պետք է անենք, որ նրանք կրկին ցանկանան։ Եվ բնականաբար պետք է ապահովենք բարենպաստ գործարար ներդրումային միջավայր, որովհետեւ այդ ենթակառուցվածքների մեծ մասը պետք է ձևավորվի հենց մասնավորի կողմից։ Այս բոլոր համալիր միջոցառումների արդյունքում մենք պետք է ունենանք այդ 3 միլիոնը տարեկան։ Իհարկե մտածելով, որ դա նույնպես հետագայում աճի տեղ ունենա։ Այնպես անելով, որ զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացմանը զուգահեռ որակ չգցենք, որակը պահպանենք, ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Պարոն Ապրեսյան, մենք ունենք ռեպորտաժ թեմայի վերաբերյալ, առաջարկում եմ այս պահին լսենք ռեպորտաժը եւ որից հետո կրկին կշարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Մեր զրուցակից Հայկ Երանոսյանը, երբ իր ապագա կնոջ Սիրարփի Խոջաբադյանի հետ ցանկացավ ամուսնանալ հայկական ծեսով, նրանք չգտան որևէ կազմակերպություն, որ կմատուցի այդպիսի ծառայություն։ Որոշեցին Սիսիանում ստեղծել հարսանեկան գյուղ, թե ինչ են անելու հյուրերը Թոնիր հարսանեկան գյուղում, պատմում է մտահղացման հեղինակը Հայկ Երանոսյանը։ 3 օր հարսանիքը իրականում չի ենթադրում, որ 3 օր պիտի ուտեն խմեն, գնան քնեն, նորից գան ուտեն խմեն։ Առաջի օրերը, մինչև բուն այդ վերջնական խնջույքը, ներկա են լինելու հարսի եւ փեսայի կողմի նեղ շրջանի ընկերները, բարեկամները, օրինակ 50 հոգի։ Ու նախատեսվում է այդ 200-300 հոգանոց հարսանիքը զուտ վերջին օրը։ Ու իրականում, եթե զուգահեռներ անցկացնենք հիմիկվա հետ, այդ մալչիշնիկ, ձիվիշնիկ ասվածները, այդ ամբողջը ավելի քաղաքակիրթ, ավելի ճիշտ ձևերով եղել է մեր ավանդության մեջ։ Ոչ թե ինչ որ տխուր, սենց հեզ հարս, լուրջ փեսա այդ չի իր միտքը, այլ նա որ եթե կան հայկական ձևը, ապա մենք վերադառնանք դրան։ Հայկն ու Սիրարփին ծնունդով Սյունեցի են, դրա համար էլ ընտրել են Որոտավանքի հարևանությամբ գտնվող գեղատեսիլ բնություն ունեցող Վաղատին գյուղը։ Հայկ Երանոսյանը չի կասկածում, որ իրենց նախաձեռնությունը գրավիչ կլինի նաև դրսում ապրող հայերի եւ զբոսաշրջիկների համար։ Առաջի հերթին դիտարկել ենք հենց տեղացի հայերին եւ սփյուռքի հայերին, որպես հարսանիքի անցկացման պայման։ Տուրիստների համար դիտարկել ենք հայկական կենթանի մշակույթին ծանոթանալու տարբերակը։ Ինչպես հղացավ միտքը, ես արդեն 5 տարի է ինչ տուրիզմի ոլորտում եմ աշխատում
գնում, իրականում զարմանում էի, որ ընդամենը Գառնին եւ Գեղարդը տեսնելու համար տուրիստները կարող են այդ ճանապարհ կտրեին ու հասնեին Հայաստան։ Մենք որոշեցինք այդ մահացած մշակույթը, այսինքն որը, ասենք, լքված վանք է, կենթանացնել, այսինքն տեսնեն նաեւ մեր կենթանի ծեսերը, կենթանի մշակույթի հետ առնչություն ունենան։ Ոչ միայն զուտ ճարտարապետությունը տեսնեն, այլ թե այդ ճարտարապետությունից ինչ է բխել, ոնց է անցկացվել այդ ամբողջը։ Հետազոտություններ ենք արել, բավականին կզարգացնի ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Հայաստանի տուրիստական միջավայրը։ Վաղատին գյուղում բնակիչների թիվը մոտավորապես 550 է ու մեր նախաձեռնածը կյանքի կոչելուց հետո մոտավորապես 70 աշխատատեղ ենք կարողանալու ստեղծենք։ Ցանկություն ունենք, որ ամբողջ ծառայությունը, սկսած խոհարարներից վերջացրած երաժիշտներով, մատուցի հենց այդ գյուղը։ Թոնիր հարսանեկան գյուղում հին ավանդական հարսանիքի շունչը կզգացվի օգոստոսին, երբ կամուստանան Հայկն ու Սիրարփին։ Ռուսաստանից զանգ ստացանք, հայ էին իրականում այնտեղի, հենց նույն օրն էին ընտրել իրենց հարսանիքի համար, ինչ որ մենք դրա համար ուղղակի չստացվեց իրենց ժամանելը, փորձարկումներն էլ հենց վերցնում ենք մեր հարսանիքի վրա, որ պատվիրատուների դեպքում ամեն ինչ շատ ավելի պատշաճ ձևով անցկացնենք։ Թոնիր հարսանեկան գյուղի նպատակն է վերականգնել հայկական մոռանցված ավանդույթները, նախ, որովհետև դա բավականին կարևոր է ցանկացած ազգի համար, ամեն ազգ ունի ազգային մտածողություն, մեր նախաձեռնությունը կօգնի հարսանիքի մասով, ընտանիքի կառուցման մասով վերաստեղծել դա։ Եվրամիության Արևելյան գործընկերության մշակույթ եւ ստեղծարարություն ծրագրի ընթացքում առաջին անգամ անցկացվել է Ստեղծարար Հայաստան բիզնես առաջնությունը։ Թոնիր հարսանեկան գյուղը ճանաչվել է լավագույն ստարտափը։ Բավականին ողջավորված ենք, որ ոչ միայն հայերի եւ ոչ միայն հայաստանցիների կողմից է դա գնահատվում, այլ նույնիսկ արտասահմանցիների։ Ավելի պատասխանատվություն, ավելի լրջություն, որ իրապես աշխատող մեխանիզմ է մեր ձեռնարկածը, ոչ միայն զուտ որպես նախաձեռնություն, այլ նաեւ որպես բիզնես։ Եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է, իսկ իմ հյուրն է Մեխակ Ապրեսյանը։ Պարոն Ապրեսյան, մարզերում խնդիրները այնքան շատ են, բնապահպանական, սոցիալական, ռազմավարական, ըստ ձեզ ինչից պետք է սկսել, որն է ամենաառաջնահերթ խնդիրը, սահմանվել է արդյոք առաջնահերթություն այս հարցում։ Պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է նաև զբոսաշրջությունը դեպի մարզեր ապակենտրոնացնելը։ Համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել հենց այդ համայնքների տնտեսական զարգացմանը, ինչը բերելու է նաև շատ խնդիրների լուծման։ Այսինքն մենք տարբեր միջոցառումներ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, հանրապետության մարզերում զբոսաշրջային ռեսուրսների գնահատման, տվյալների բազայի ձևավորման, այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ գրավիչ, այլընտրանքային մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորման, դրանց պատշաճ փաթեթավորման եւ թե ներքին թե միջազգային շուկային ներկայացման խթանման միջոցով։ Բնականաբար քիչ առաջ թվարկածս միջոցառումները նաև նույնպես հաշվի առնելով։ Հենց սա է, որ ասում ենք զբոսաշրջության դերակատարումը մեծ է եւ ունի թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական նշանակություն։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք այս համալիր միջոցառումներով ապահովել անհրաժեշտ զբոսաշրջային այցելությունների աճ, ապահովել դրանցից ստացված անհրաժեշտ եկամուտներ եւ ճիշտ բաշխել այդ եկամուտները, նաեւ բացի այդ եկամուտների բաշխումից համայնքներում տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմամբ եւ դրանցից ստացված օգուտներով նույնպես այդ հարցերը կարգավորվում են։ Եկեք մի փոքր խոսենք գյուղական туриզմի մասին։ Որը պետք է լինի Հայաստանի գյուղական туриզմի մոդելը։ Նման մոդել կա։ Ընդհանրապես գյուղական туриզմը իր մեջ նաև պարունակում է ագրո, հա, գյուղական զբոսաշրջությունը նաև ագրո զբոսաշրջությունն է ներառում, եւ մենք պետք է շեշտադրում կատարենք, որ հատկապես ագրո զբոսաշրջությունը զարգանա։ Սա նշանակում է, որ պետք է զբոսաշրջիկին կարողանանք ներգրավենք գյուղատնտեսական աշխատանքների մեջ։ Սա շատ կարևոր է նաև հենց եկամտաբերության տեսանկյունից, նաև նրանից, որ հենց զբոսաշրջիկը նաև միտումը համաշխարհային զբոսաշրջության զարգացման մեջ այդպիսին է, որ զբոսաշրջիկները կարիք ունեն ավելի ուղղակիորեն մոտիկից շփվելու տեղական ավանդույթի, մշակույթի հետ։ Բացի նրանից, բացի ճանաչողական նպատակներից, հենց հետապնդում են այդ նպատակը, եթե մենք կարողանանք դա ապահովել, կլինենք ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար եւ հենց մոդելի հիմքում դա պետք է լինի, որ կարողանանք հնարավորինս ստեղծել պայմաններ,
որ զբոսաշրջիկը կարողանա շփվի ավանդույթի, մշակույթի հետ, ապրի տեղական կյանքով եւ իրեն ընդունված զգա, ամենակարևորը։ Պարոն Ապրեսյան, մենք ունենք նաեւ մեկ այլ ռեպորտաժ, այժմ լսենք մեր համակարգացիներին, որից հետո կշարունակենք զրույցը։ Ռուսաստանի հաշվին նկատվում է, առաջնահերթ պետք է ծայրաստիճան պատրաստ լինեն էքսկուրսավարները։ Պետք է նրան հասցնես այն բազային, որ այդ մարդը գնա եւ գող գնա եւ ինչ որ մի բան տանի այստեղից, եւ այս ժողովրդի նկատմամբ շատ դրական լիցքով գնա։ Մի քանի օր առաջ մեր Հենրիկ Մխիթարյանը հրավիրել էր Լապերովային։ Նա այնքան լավ կարողացավ ցույց տալ Հայաստանը հաղարծինով, էջմիածնով, որ այդ աղջիկը գնաց եւ գրեց. «Ես հայ ընկերներ Մոսկվայում ունեմ, բայց ես չէի պատկերացնում, որ Հայաստանը ասպիսի վառ եւ լավ եւ տաք երկիր է, սա է կարևորը»։ Շատ զբոսաշրջիկներ կան Հայաստանում, շատ են գալիս հիմա Երևան, քան առաջ։ Ճիշտ ներկայացնում են, կարելի ասել, ամբողջ աշխարհը թող իմանա, թող գա, թող տեսնի, շատ չի լինում։ Զբոսաշրջիկություն վնաս ընդհանրապես չկա դրանից։ Շարունակում է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարը։ Զրուցում եմ Մեխակ Ապրեսյանի հետ։ Ժամանակի ընթացքում туриզմի զարգացումը կարող է բերել սոցիալական եւ տնտեսական օգուտներ տեղական համայնքներին։ Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ հանգեցնել որոշ բացասական արդյունքների։ Ինչպես օրինակ համայնքային կյանքի խաթարում, օտարերկրացիների աճող հոսքին զուգընթաց, ռիսկեր, որ բնակչության ոչ բոլոր խմբերն ունեն հավասար հնարավորություններ օգտվելու նոր եւ բազմազան աշխատանքային հնարավորություններից կամ տնտեսական եկամուտների անհավասար բաշխում։ Այսինքն զբոսաշրջիկների Հայաստան գալը ինչ որ բացասական կողմեր ունի թե ոչ։ Համաշխարհային զբոսաշրջության մեջ, հատկապես այն երկրներում, որտեղ բավականին մեծ է զբոսաշրջային այցելությունների թիվը, նման խնդիրներ մտահոգիչ արդեն դառնում են, բայց մեր պարագայում դեռևս մենք այդպիսի խնդիր չենք ունեցել եւ դուք շատ ճիշտ նշեցիք, որ նաեւ սոցիալական նշանակություն ունի զբոսաշրջությունը եւ դա հենց նպաստում է մշակութային բազմազանությանը, միջմշակութային երկխոսությանը եւ դեռևս մեզ մոտ գնում է այդ սկզբունքներին համապատասխան եւ եթե մենք ճիշտ մոտեցում ցուցաբերենք, իսկ այստեղ ինչ ասել է ճիշտ մոտեցում ցուցաբերել, բոլոր շահագրգիռ կողմերս եւ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավոր հատվածը եւ հատկապես բնակչությունը պետք է այդ ընդհանուր գաղափարն ունենանք եւ եթե մենք այդ պատկերացումը սկզբունքը մեզ համար ամրագրենք, ամեն ինչ բնականաբար մենք պետք է կարողանանք այդ մեր ծառայությունները, ռեսուրսները կոմերցիալիզացնել, վերածել արդյունքի, ապրանքի եւ դրանից եկամուտ ստանալ, չմոռանալով պահպանել մեր ազգային ավանդույթը, հայեցիությունը, չմոռանալով, որ եթե զբոսաշրջիկը այցելում է մեր երկիր, պետք է իրեն ընդունված զգա, հասկանա, որ Հայաստանում է, իսկ Հայաստանում նշանակում է իրեն պետք է զգա նաեւ տանը եւ չգերկոմերցիալիզացնենք հարաբերությունները։ Այս դեպքում ես կարծում եմ, որ մենք այդ վտանգները չենք ունենալու։ Պարոն Ապրեսյան, ցանկություն, բոլորս էլ գիտակցում ենք, որ շատ կարևոր է զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, բայց կա արդյոք հաշվարկ, թե 10 տարվա կտրվածքով որքան կլինի մոտավորապես գոնե զբոսաշրջիկների հոսքը եւ քանի նոր աշխատատեղ կստեղծվի զբոսաշրջության ոլորտում։ Այն նման թվեր կան։ Այս հարցը բոլորովին վերջերս Ֆիլիպիններում զբոսաշրջության վիճակագրությանը նվիրված եւ հենց այսպիսին էր վերնագիրը գնահատել կայուն զարգացումը, Measuring Sustainable Tourism։ Միջազգային համաժողով էր ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում եւ այս հարցը մեր կողմից, հայկական պատվիրակության կողմից բարձրացվեց որպես քննարկման առարկա։ Ընդհանրապես դա հաշվարկվում է զբոսաշրջության սատելիտային հաշիվ համակարգերի միջոցով, ինչը նախատեսվում է, որ Հայաստանում ներդրվի։ Դրա համար անհրաժեշտ երկու վիճակագրական հետազոտությունները իրականացվել են, դրանք մի քանի տարին մեկ են արվում։ Հուսանք, որ մենք հաջորդ տարի կարողանանք երրորդ անհրաժեշտ հետազոտությունն անենք, որպեսզի կարողանանք սատելիտային հաշիվ համակարգը ներդնել, բայց մինչ այդ որոշ երկրներ այսպես միջինացված, հետազոտություններն արվել են եւ միջինում թե որքան, լրացուցիչ զբոսաշրջային այցելությունն է նպաստում մեկ աշխատատեղի ստեղծմանը, սա դեռևս հստակ չէ եւ
մնում է խնդիր։ Մեծ Բրիտանիայում եղել է նման ուսումնասիրություն, որ ամեն լրացուցիչ 85 զբոսաշրջային այցելությունն ապահովում է 1 աշխատատեղ։ 1-2 այլ երկրներում դրանք կարող են լինել տարբեր, կախված նրանց տնտեսական զարգացվածության աստիճանից եւ այլն։ Նման խնդիր դրված է, մենք նույնպես պետք է փորձենք նման միջին տվյալ ունենալ, բայց համենայն դեպս, եթե հենց Մեծ Բրիտանիայի փորձը փորձենք ինչ-որ չափով հաշվարկ անել, կարող ենք տեսնել, թե լրացուցիչ այցելությունների արդյունքում որքան աշխատատեղեր կարող են ստեղծվել։ Իսկ 10 տարիների համար, եթե 5 տարիների համար մենք ուզում ենք ունենանք 3 միլիոն, 10 տարի համար դա չի նշանակում, որ հենց 6 միլիոն, որտեղ դա արդեն իր լրացուցիչ, թողեք մենք 3 միլիոնին հասնենք, վերլուծենք, ինչպես դուք նշեցիք, դրանից ստացված օգուտները, հնարավոր եթե կան վնասներ, ապա ինչպես այդ վնասներից խուսափենք կամ վերացնել այդ վնասները, հա, թերությունները եւ նոր առաջ շարժվենք։ Այո, հետո առաջ շարժվենք, պլանավորենք հաջորդ 5 տարիները։ Հուսանք ամեն ինչ կստացվի շատ ավելի լավ, քան մենք պատկերացնում ենք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ձեզ ենք շնորհակալ, շատ օգտակար հաղորդում էր։ Ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Կհանդիպենք։